Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է։ Ապրիլի 21-ի առավոտյան գուժեց Վատիկանի պաշտոնական աղբյուրը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է, ասվում է հրապարակման մեջ։ Ֆրանցիսկոս Պապն 88 տարեկան էր։ Վերջին շաբաթներին պայքարում էր թոքերի հիվանդության դեմ։ Հռոմում ապրիլի 21-ին եւ 22-ին նախատեսված բոլոր հանրային միջոցառումները չեղարկվել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Հռոմի քաղաքապետարանի հաղորդագրությունում նշվում է, որ հանգուցյալ Սրբազան քահանայապետի նկատմամբ հարգանքի եւ ի նշան սգո նախատեսված բոլոր հանրային միջոցառումները, մասնավորապես Հռոմի հիմնադրման տարեդարձին նվիրված ծիսակատարությունները չեղարկվել են։ Ապրիլի 20-ին ժամը 2:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Երևանը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա, ասել է նա։ Ապրիլի 20-ին ժամը 11:30-ի սահմաններում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից մեկը կատարել է ինքնասպանություն, ինքնաշեն պարանով, կախվելու միջոցով։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ ՔԿՑ խոսնակ Նոնա Նավիկյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ժամանակ շտապօգնության բուժանձնակազմը արձանագրել է դատապարտյալի մահը։ Ռուսաստանի կողմից հայտարարված զինադադարի ժամկետը ապրիլի 19-ի ժամը 18-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00 ավարտվել է։ Վլադիմիր Պուտինը չի տվել հրադադարի ժամկետը երկարաձգելու մասին հրաման։ Ռուսաստանը խստորեն պահպանել է հրադադարի ռեժիմը, մնալով զբաղեցրած դիրքերում, սակայն Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են հարձակումները, օգտագործել են 48 անօդաչու թռչող սարքեր, նշում են ռուսական աղբյուրները։ Կիևն էլ իր հերթին մեղադրում է Ռուսաստանին հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթ Ռուսաստանը եւ Ուկրաինան կարող են խաղաղության համաձայնագիր կնքել։ Հուսով եմ, Ռուսաստանը եւ Ուկրաինան այս շաբաթ կհասնեն համաձայնության։ Այդ դեպքում երկու կողմերն էլ կսկսեն խոշոր բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, որոնք բարգավաճում են եւ մեծ կարողություն կվաստակեն։ Գրել է ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնի առաջադրած պահանջների թվում են Կիևի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը եւ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք ճանաչելը։ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն ստանալ նաեւ Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ։ Գաղափարներն ուրվագծվել են գաղտնի փաստաթղթում, որը Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են իրենց ուկրաինացի գործընկերներին Փարիզում։ Սպասվում է, որ Կիևը կպատասխանի Վաշինգտոնի պահանջներին այս շաբաթվա ընթացքում։ Տնտեսական պատերազմի հետևանքով նոր անոմալիաներ են գրանցվում։ Ապրիլի 21-ի առավոտյան ոսկու գինն աճել է ավելի քան 2%-ով։ Այն սահմանել է պատմական նոր ռեկորդ, գերազանցելով $3400 տրոյական ունցիայի դիմաց։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կիլոգրամ քաշայինների պայքարում Կարապետյանը երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը, Սիմոն Մարտիրոսյանը փոխչեմպիոն է։ Գարիկ Կարապետյանը երկամարտում հավաքեց 411 կիլոգրամ արդյունք, Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 406 կիլոգրամ արդյունք։ Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող Եվրոպայի առաջնությունում եւ երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Տղամարդկանց ավելի քան 109 կիլոգրամ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտում գրանցեց 450 կիլոգրամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը նվաճեց այս քաշային կարգի բոլոր 3 ոսկե մեդալները։